Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, ինչպես եք մեկնաբանում Մոսկվայից հնչող վերջին հայտարարությունները, միանգամից փոխվարչապետ, արտգործնախարարություն հայտարարում են գազի գնի բարձրացման մասին, եթե Հայաստանը շարունակի հարաբերությունները խորացնել Եվրոպայի հետ։ Փորձում է Ռուսաստանը ազդել փաստացի Հայաստանի ընտրությունների վրա, ես սա գնահատում եմ ինչպես միջամտում ընտրությունների գործընթացի մեջ, ճնշում օգտագործել, ճնշման տարբեր մեխանիզմներ ընտրությունների վրա ազդելու եւ իրենց ցանկալի թեկնածուներին առաջ մղելու համար, որոնց հիշում եք, որ ճակերտներում ընկերներ եւ ճակերտներում պրոռուսական ուժեր է անվանել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։ Բայց այստեղ մեկ այլ դրվագ կա, եթե նախկինում միայն հայտարարություններ էին, հիմա Մոսկվան պաշտոնական նամակ է արտգործնախարարության միջոցով փոխանցել Երևանին եւ Հայաստանը հաստատում է, որ ստացել են այդ նամակը, ճիշտ է, բովանդակությունը չեն ասում, բայց ռուսական լրատվամիջոցները գրում են, որ դա վերաբերում է գազի գնին, նավթամթերքին եւ չմշակված ադամանդին։ Ռուսաստանը այսինքն արդեն գործնական քայլերի է դիմում, սրա հետևանքը ո՞րն է լինելու։ Անկեղծ ասած հասկանալի չէ իրանք իրականում ինչ նկատի ունեն, որովհետև երկու տարբերակ կա Եվրոպական միությունում անդամակցության դեպքում, ես ոնց տեսա, եւ երկրորդ տարբերակն կա, որ եթե ինտեգրման քայլեր արվեն։ Զարմանալի անկեղծ ասած, որովհետև եթե վերցնենք նույն Վրաստանը, ապա Վրաստանը շատ երկար տարիներ ինտեգրման քայլեր արել է, Հայաստանը դեռ ամենասկզբում է, նույնիսկ հայտ չի ներկայացրել, ուստի եթե Ռուսաստանը հիմա որոշում է կայացում, Վրաստանը հայտ ներկայացրել է, հայտը հաստատված է Եվրոպական միության կողմից, որ հաստատ պարզ լինի հայկական հանրության համար, այսինքն Հայաստանը կարա հայտ ներկայացնի եւ հայտը հաստատված ունենա եւ Վրաստանի պես հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ իրականում։ Այսինքն սա քաղաքական որոշում է Մոսկվայից, որը փորձում է օգտագործել այն լծակները, որը նախկին գործակալական իշխանությունները, այսինքն նախկին այդ իշխանությունները ցանցը գործակալական Հայաստանում ձևավորել են կախվածություն, որովհետև գիտեք, պետության անկախությունը գալիս է կախվածությունների բալանսավորումից, կախվածություններ չլինել 21-րդ դարում չկարող, բայց բալանսավորվածն է ամենակարևոր։ Ուժերը, որոնք Գազպրոմին են փոխանցի Հայաստան-Իրան գազամուղը, ով Ռուսաստանին են փոխանցել Հայաստանի ռազմավարական օբյեկտները եւ այլն, իհարկե հակապետական գործունեություն են ծավալել եւ հիմա կարծում եմ, որ ընտրություններից արդեն հետո, որտեղ որ ես հուսով եմ, որ Հայաստանի քաղաքացիները գիտակցելով մեծ պատասխանատվությունը պետության առջև կքվեարկեն ինքնիշխանության կողմնակից քաղաքական ուժերի համար, մենք կկարողանանք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ի վերջո Իրանը հսկայական գազի եւ նավթի արտադրող պետություն է, որը այնպես էլ բարդ իրավիճակում է, չգիտի ում վաճառի, Հայաստանին հանգիստ կարող է վաճառել եւ մեզ կարա հերիքել դա, բացի դրանից մենք կարանք Իրանով թուրքմենական գազել swap-ով ստանալ, մենք կարանք Ադրբեջանի հետ էլ գազ եւ արդեն ունենք նավթամթերք, գազել կարող ենք գնել, ընդ որում թրիփ նախագծով նախատեսված է գազի տարանցում Հայաստանի տարածքով, Վրաստանի օրինակով Վրաստանը ստանում է տարանցման գազի ինչ-որ X%, Հայաստանը կարող է նույնպես տարանցման փոխարեն ստանա գազի X%, նավթի եւ նավթամթերքի X% եւ այլն, այսինքն Հայաստանը մեկ պետությունից կախված չպետք է լինի, իսկ տնտեսական պատժամիջոցները այդ մրգեղենի ձկնեղենի եւ այլն տարբեր ոլորտներում եւս մեկ անգամ Հայաստանին ապացուցում է, որ մենք որևէ մի պետությունից կախվածություն չպետք է ունենանք եւ դա դիվերսիֆիկացնում է, ես տնտեսության դիվերսիֆիկացումն է շատ կարեւոր, ես ողջունում եմ Թուրքիայի կողմից որոշումը, որ բացի իր շուկան եւ երկաթուղին Վրաստանի տարածքով Բաքու-Թբիլիսի կառսը նկատի ունեմ, ընդ որում Ադրբեջանն էլ իր թույլտվությունը հաստատ տվել է, որտեղ մենք ստանում ենք հնարավորություն առևտրի Եվրոպական միության հետ, Ադրբեջանի տարածքով Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ, Նախիջևանով որ կբացվի երկաթուղին Իրանի եւ Հնդկաստանի հետ,
Բացի դրանից Ռուբիոյի այցի ժամանակ տեսնում ենք, որ ներդրումներ են լինելու Հայաստանում նորից բարձր տեխնոլոգիաների մեջ, ի վերջո չմոռանանք, որ գյուղատնտեսությունը չէ, որ այսօր պետությունները հարուստ է դարձնում, այլ հենց բարձր տեխնոլոգիական արտադրանքը, չիպերը, արհեստական բանականությունը այս ոլորտով գնում ենք առաջ։ Պարոն Թոմասյան, դուք նշում եք թուրքմենական գազ, իրանական գազ, դրանք գործընթացներ են, որոնք ժամանակ են, հա, պահանջելու։ Նույնիսկ եթե հիմա Իրանից գազամուղ է գալիս Հայաստան, բայց ծավալը փոքր է։ Նիկոլ Փաշինյանը ասում է թրիփով անցնող գազամուղից են կարողանալ օգտվել, բայց դա երկարաժամկետ ծրագիր է։ Այս փուլում, երբ որ Ռուսաստանը գազը կտրի կամ թանկացնի, հա, Հայաստանի տնտեսությունը խնդիրների առաջ է կանգնելու։ Այս փուլում ինչ իրավիճակի մեջ կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը։ Դե եթե Ռուսաստանը հենց հիմա ամբողջ գազը մատակարարել սահմանափակի, ապա դա կլինի բացահայտ թշնամական քայլ, խախտելով պայմանավորվածությունները։ Վարչապետ Փաշինյանը ասել է, որ դա ինքը չի գնահատում ինչպես իրատեսական, որովհետև կան պայմանավորվածություններ։ Եթե Ռուսաստանը, որը ուրեմն Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ Հայաստանն էլ, եւ երկու պետության միջև կան փաստաթղթեր, Ռուսաստանը չի կարող այդ փաստաթղթերը անտեսել եւ միանգամից խախտել, բայց եթե դա որոշի անել, ապա Հայաստանը նաեւ ազատ է այդ փաստաթղթերից եւ ուստի Հայաստանը կարող է միանգամից լքել այդ բոլոր կառույցները։ Դրա մասին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նաեւ խոսել է։ Ժամանակավոր շոկ լինելու է, իհարկե, տնտեսական այդ դեպքում, բայց ես կարամ ասեմ, որ առաջինը մենք Ամերիկայից եւ Եվրոպայից կստանանք բավական կարևոր աջակցություն, հատկապես Եվրոպական միությունից բազմամիլիարդ ֆինանսական աջակցություն, եթե Ռուսաստանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ տնտեսական, լայնածավալ, այսինքն ամբողջ մատակարարումները միանգամից փակի, եւ զուգահեռ դրա իհարկե կարելի է նույն Իրանից եւ Ադրբեջանից ներմուծել ժամանակավոր գազը առանց խողովակի, այլ մեքենաներով կա այդ հնարավորությունը, հայ-ադրբեջանական սահմանը կարելի է բացել միանգամից, եւ ես ասեմ ձեզ, որ Ադրբեջանը հետաքրքրված է նրանում, որ Հայաստանը չդառնա ռուսական գուբերնիա, այլ մնա թրիփ պայմանավորվածությունների տրամաբանության ներքո, որովհետև դա առանձին թեմա է, այսօր Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղըզստանը ընկալում են շատ լավ, որ Վրաստանը արդեն ռուսական ազդեցության տակ է, ուստի Հայաստանը եթե վերադառնա ռուսական ազդեցության տակ, ապա այդ Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանը հայտնվում են ռուսական փակուղում։ Ուստի իրանց համար շատ կարեւոր է, որ Հայաստանը ինքնիշխան լինի եւ մնա հավատարիմ թրիփ նաեւ գործընթացներին, որը իրանց համար Ռուսաստանից ազդեցությունից դուրս գալու նաեւ հնարավորություն է։ Ուստի Ադրբեջանը մեզ այդ առումով նաեւ կաջակցի, որովհետեւ մենք էլ ենք աջակցում Ադրբեջանին բացելով թրիփ գործընթացը, որը Ադրբեջանի տնտեսության համար այլընտրանքային ճանապարհ է լինելու, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիա եւ չմոռանանք, որ Ղազախստանի հետ Հայաստանը ունի ռազմավարական գործընկերություն, իսկ Ղազախստանը շատ խոշոր եւ կարեւոր պետություն է այդ թյուրքական նաեւ պետությունների կազմակերպությունը։ Ոստի, այո, բարդ կարող է լինել, բայց ով ասաց, որ ինքնիշխանությունը էժան է, շատ թանկ գին են պետությունները վճարում ինքնիշխանության համար, պատրաստ լինենք դրա համար։ Հայ ժողովուրդը պատերազմներ մարդկանց կյանքերով եւ արյունով է վճարել ինքնիշխանության եւ պետականության համար, ուստի գազի գնով եւ ժամանակավոր խնդիրներով թող մեզ չսպառնան, հա։ Պարոն Թոմասյան, դուք կարծում եք, որ հունիսի 7-ից հետո այս ամեն ինչը կավարտվի, ինչպես օրինակ Հայաստանի իշխանություններն են լավատես, թե Ռուսաստանը իր այս դիրքավորումը չի թույլատնի։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ից հետո Ռուսաստանը կվերանայի իր մոտեցումները, ուղղակի ես դա կապում եմ նաև հետընտրական գործընթացների հետ, որտեղ արդեն Ռոբերտ Քոչարյանը խոսում է ինչ-որ հեղափոխության մասին եւ արդեն ինչ-որ գործընթացներ կան, որոնք կարող է հուշեն մեզ, որ հետընտրական Հայաստանում գործընթացներ են նախապատրաստվում։ Ուստի եթե լինեն հետընտրական գործընթացներ, ապա Ռուսաստանը կարող է այդ փուլում էլ այդ քայլերը անել։ Արեք բացահայտ ասենք, որ Ռուսաստանին նաև դրդում են Հայաստանի դեմ տնտեսական պատերազմի, կոնկրետ Սամվել Կարապետյանը ասեց, որ կունենանք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ եւ Ռուսաստանը սկսեց այդ
քայլերը Հայաստանի դեմ, Ռոբերտ Քոչարյանն էլ նույն բանն է ասում, այսինքն այս գործակալական ցանցը Ռուսաստանին ասում է դիմեք ճնշման Հայաստանի դեմ, որովհետև իրանք գիտեն, որ առանց այդ ճնշման իրանք քվե ստանալ չեն կարող։ Ուստի այդ է պատճառը, ես կարծում եմ հայ ժողովրդի կողմից կտրուկ արձագանքը գործակալական ցանցին եւս մեկ անգամ կսթափեցնի Մոսկվայում տաք գլուխները, որոնք կարծում են, որ հիմա այս միջոցով կարողանալու են հայկի ժառանգներին ենթարկել իրենց։ Իրանք ուղղակի մեզ չեն ճանաչում։ Պարոն Թոմասյան, Ռուբիոյի այցը ինչ տվեց Հայաստանին, որովհետև էլի քննադատություններ կան, ասում են նախ եկավ ինչ պետք էր Ամերիկային ստորագրեց օդանավակայանում գնաց, օդանավակայանից նույնիսկ դուրս չեկավ։ Այս դրվագը դուք ինչպես կմեկնաբանեք, այ որպես միջազգայնագետ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, որը սահմանափակվում է միայն օդանավակայանում հանդիպմամբ, թե այնուհանդերձ կարևորը բովանդակություններ եւ վայրը այդքան էլ էական չի։ Գիտեք, առաջերտին պետք է ասել, որ դա կարող լինի կոնկրետ հարցերի հետ։ Վերջի մի քանի օր առաջ նախագահ Տրամպը իր այցը իր սեփական ուրեմն ընտանիքի անդամի հարսանիքին չեղարկել է եւ մնացել է Սպիտակ տանը շաբաթ եւ կիրակի օրը, ինչը շատ մասնագետներ քննարկել են եւ կապել են Իրանի շուրջ գործընթացներին, որտեղ որ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ բարձր է։ Ուստի դա կարող ուղիղ կապ ունենա նաև նրա հետ, որ ծանրաբեռված լինի օրակարգը եւ չնայած դրա Ռուբիոն անձամբ կարող էր ուղարկել որևէ մեկին իր փոխարեն։ Դուք շատ լավ հասկանում եք, որ իրականում ուրեմն ամերիկյան համակարգը այնպիսին է, որ ինքը կարող էր ուղարկել իր ուրեմն օգնականներից, այդպես են կոչվում, փոխարտգործնախարարը Ամերիկայում օգնական է կոչվում, որևէ մեկին, որ ստորագրեր Հայաստանում դա, բայց ոչ ինքը անձամբ եկավ ստորագրելու, որովհետև դա եւս մեկ անգամ շարունակում է հունվարի 14-ին ստորագրված Վաշինգտոնում հենց Ռուբիո Միրզոյան ձևաչափով կարևոր փաստաթուղթը։ Չնայած դրա փաստաթղթերն է բովանդակությունն է կարևոր, մենք անցնում ենք համապարփակ ռազմավարական գործընկերությանը, որը մեկ քայլ ավել է եւ արդեն շատ ավելի լուրջ է, գիտեք դուք, որ նաև քննադատություններ կային, որ հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը մի նման կարգավիճակ ունեին Ամերիկայի համար, երկուսն էլ ռազմավարական գործընկեր էին դառել, դեռ Հայաստանը, հետո մի տարի անց Ադրբեջանը դառավ։ Հիմա մենք մի քայլ առաջ գնացինք, ռազմավարական համապարփակ գործընկեր ենք, ընդ որում դուք տեսնում եք, որ դա շատ էական կոնկրետ նշանակություն ունի, վերաբերվում է արհեստական բանականության, վերաբերվում է անվտանգության ոլորտում, համագործակցության վերաբերվում է նաև միներալների ոլորտում եւ այլն։ Ասեմ ձեզ, որ դա նաև կարևոր եմ գնահատում, որովհետեւ մեր Սյունիքում եղած նաև հանքերը հնարավորություն են, որ Ամերիկայի հետ գտնենք փոխշահավետ օրակարգ, որովհետեւ այդ կրիտիկական միներալները շատ կարևոր են արհեստական բանականության չիպերի համար, ընդ որում մենք կարող ենք երկու գործընթաց անել։ Մեկը դա եւ Արարատ Միրզոյանը ասաց դրա մասին, որ մի բանն է, որ չիպերի առումով լինի ներդրումներ Հայաստան, որը Nvidia-ն Fireboard-ի շնորհիվ սկսել է եւ երկու բան ասվեց, որ առաջինը արդեն ինչ կա online-վելու է, երկրորդը որ ուրիշ ընկերություններ էլ կարող են Հայաստան ներդրումներ անել, դա մեկ ուղղությունն է, այսինքն մենք օգնում ենք Ամերիկային զարգացնել իր չիպերի ոլորտը, Ամերիկան օգնում է մեզ նաև ներդրումներով չիպերի ոլորտում, բայց երկրորդ հարցը կա։ Մենք Հայաստանում եւ ես հուսով եմ, որ դա կլինի օրակարգում, այդ հազվադեպ այդ մետաղները, որը կարտադրի Հայաստանը, կարող է չիպերի արտադրություն նաև ստեղծենք հենց Հայաստանում ինչ որ ուղղություններով, այլ ոչ թե անպայման Միացյալ Նահանգներում, կարծում եմ դա կլիներ ռազմավարական։ Բացի դրանից, ասեմ ձեզ, Սյունիքի անվտանգության երաշխիքներից մեկը ոչ միայն TRIP-ն է, որը ամերիկա-հայկական գործընկերություն է, այլ նաև Սյունիքում հանքերի ուղղությամբ ամերիկյան այս հետաքրքրվածությունը ուղիղ անվտանգության երաշխիք է, որովհետև այսօրվա աշխարհը նաև տնտեսական բաղադրիչը շատ մեծ դեր ունի եւ անվտանգության բաղադրիչ է դառնում։ Ուստի այնինչ մենք տեսնում ենք, դա հիանալի
շարունակություն է այն տրամաբանության եւ այո Հայաստանը մենք պետք է նաև դա հասկանանք, որ գյուղատնտեսական պետությունից պետք է դառնա բարձր տեխնոլոգիական պետություն։ Կարծում եմ, սա մենք վաղուց ընկալել ենք, մեր ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության դերը պետք է նվազի ՀՆԱ-ի մեջ, դա չի նշանակում, որ գյուղատնտեսության արտադրանքը պետք է նվազի, հակառակը կարող է աճի, բայց չիպերի եւ ուրիշ ոլորտներում մենք կարող ենք նույնիսկ ավելի ինչ որ փուլում ավելի մեծ ՀՆԱ ունենալ, քան Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանի ՀՆԱ-ն նավթից է գալի, իսկ 21-րդ դարի նավթը դա չիպերն են եւ արհեստական բանականությունը։ Պարոն Թոմասյան, վերադառնալով էլի Ռուսաստանի հետ խնդիրներին, Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ինձ ընտրի ժողովուրդը, հունիսի 8-ին կվերադառնամ աշխատանքի, կհանդիպեմ ԵԱՏՄ գործընկերներին, փաստեր կդնեմ սեղանին, ինչ փաստեր ունի ձեզ Նիկոլ Փաշինյանը, որ պետք է ներկայացնի Լուկաշենկոին, Վլադիմիր Պուտինին եւ մյուսներին։ Դե գիտեք, որովհետև ԵԱՏՄ-ում անդամակցությունը նորից դա ոչ թե Ռուսաստանի ներքո անդամակցության մասին է, այլ դա կառույց է, որը ունի փաստաթղթեր, որով այդ պետությունները չեն կարող միակողմանի պատժամիջոցներ կիրառել։ ԵԱՏՄ-ում լինելը դրա մասին է։ Վրաստանը ԵԱՏՄ-ում չի եւ ունի շատ մեծ առևտուր Ռուսաստանի հետ։ Հայաստանը ԵԱՏՄ-ում լինելով Ռուսաստանը չի կարող ըստ ցանկությամբ երբ ուզենա շուկան փակել, չպետք է մոռանանք, որ ԵԱՏՄ-ն միասնական շուկայի մասին է։ Այսինքն Ռուսաստանը չի կարող իր շուկան փակել հայկական շուկայի համար։ Եթե դա Ռուսաստանը անում է, Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանավորվածությունները միանգամից։ Հայաստանը ստիպված կլինի լքել ԵԱՏՄ-ն։ Մենք բազում անգամ ես էլ ասել եմ, որ ԵԱՏՄ-ն լքելու օրակարգ այսօր անհրաժեշտ չէ, որովհետև այսօր Եվրոպական միությունում անդամակցելու իրատեսական հնարավորություններ չկան։ Բայց եթե Ռուսաստանը փաստացի չեղարկի մի կողմով միակողմանի ԵԱՏՄ պայմանավորվածությունները, Հայաստանը ուրիշ տարբերակ կարող է չունենալ, քանի բացի լքելուց ԵԱՏՄ-ն։ Իսկ ռիսկը մեծ չի, որ Հայաստանը կունենա այս ուղղությամբ էլ ավելի շատ խնդիրներ եւ արդյունքի չի հասնի մյուս ուղղությամբ, Եվրամիության ուղղությամբ։ Ռիսկը մեծ է, որ Հայաստանը կունենա խնդիրներ, բայց Եվրամիության ուղղությամբ արդյունք դուք որ ասում եք, դուք ինչ նկատի ունեք։ Եթե նկատի ունեք անդամակցությունը, այո, Եվրոպական միությունում անդամակցությունը տարիների հարց է, բայց Ռուսաստանը եթե մեզ գոնե շուկայի ազատականացում։ Շուկայի ազատականացումը հեշտ կարելի է իրականում անել, եթե Հայաստանը լքի դուրս գա կամ ստիպեն դուրս գա ԵԱՏՄ-ն, Հայաստանը կարող մի քանի տարվա ընթացքում DCFTA ստորագրի համապարփակ առևտրի փաստաթուղթ, որը Վրաստանը 2014-ից, եթե ես չեմ սխալվում, ունի ստորագրված եւ բացի Եվրոպական միությունը իր շուկան։ Ընդ որում նաեւ վիզայի ազատականացումն էլ մենք մոտակա 1-2 տարվա ընթացքում հաստատ Հայաստանը կունենա, ուստի Հայաստանի համար եվրոպական շուկան նաեւ բաց կլինի, չմոռանանք, որ Եվրոպական միության շուկան մոտավորապես 10 անգամ ավելի հարուստ է, քան ռուսական շուկան եւ գները նաեւ բավականին բարձր են, այսինքն Հայաստանը փոքր պետություն է, չեմ կարծում, որ մեծ խնդիրներ ունենանք այդ առևտրի ուղղությամբ եվրոպական պետությունների հետ, ուղղակի ստանդարտները պետք է բարձրացնել Հայաստանում, դա համոզված եմ նաեւ կառավարության աջակցությամբ կարվի։ Պարզապես Վրաստանը ծով ունի, որով կապվում է Եվրոպայի հետ, իսկ մենք ունենք մի կողմից Վրաստան, որը ըստ էության եթե ոչ ամբողջապես, այլ մեծամասամբ ռուսական իշխանության ազդեցության տակ է քաղաքական իշխանության առումով, եւ ունենք Թուրքիա մյուս կողմից, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ եւ որի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ չեն կարողացել կյանքի կոչել։ Մենք այդ երկու, այսպես ասած, խարխուլ ուղղություններն ենք օգտագործելու Եվրոպա գնալու համար։ Դե Վրաստանի առումով դուք իհարկե շատ ճիշտ նշեցիք, բայց ես պետք է հիշեցնեմ ձեզ, լինելով Վրաստանում արդեն քաղաքական գործունեությամբ զբաղվելով, որ մենք Վրաստանի քաղաքացիներս, ես էլ անձամբ Վրաստանի հայ լինելով, պայքարում եմ Վրաստանը եվրոպական ուղու վրա վերադարձնելու համար, երեք բավականին մեծ ցույց ենք ունեցել տասնյակ հազարավոր մասնակիցներով, անկախության օրներ Վրաստանում եւ Վրաստանի ժողովուրդը շարունակում է պայքարել Վրաստանի եվրոպական ինտեգրման համար եւ մենք հավատում ենք, որ Վրաստանը եւ Հայաստանը միասին պետք է
ինտեգրվեն Եվրոպական միության մեջ։ Մյուս կողմից ես կարծում եմ շատ դրական է այն քայլերը, որը Թուրքիան վերջերս արեց, նկատի ունեմ շուկան բացելը, նկատի ունեմ նաև երկաթուղին բացելու հնարավորությունը, գիտեք, Գյումրի-Կարս երկաթուղի ուղղությամբ կան արդեն քայլեր, բազում հանդիպում, Երաս-Խսադարակ ուղղությամբ կա, Ղազախ-Իջևան ուղղությամբ կա, Ադրբեջանը բացել է իր նաև տարանցման հնարավորությունները։ Դա նաև գալիս է նրանից, որ առաջի հերթին նույն Եվրոպան եւ Ամերիկան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլա քննարկում այս հարցերը, այդ պետությունին էլա պետք, իրանց էլ է պետք ուրեմն թրիփ ծրագրով կապ, թրիփ ծրագրով մեզ էլ է պետք կապ, որովհետեւ չմոռանանք, որ թրիփը նաև դա միայն փոքր հատվածի մասին չի, այլ լայնածավալ գործընթաց է, բարձում է երկաթուղային կապը, տնտեսական կապերը, նավթի, գազի, հոսանքի, ինտերնետ, մալուխի, մի խոսքով լայնածավալ, այսինքն Թուրքիայի տարածքով մենք կապնվելու ենք Սև ծովի հետ, Միջերկրական ծովի հետ, Եվրոպայի հետ, Մերձավոր Արևելքի հետ, Ադրբեջանի տարածքով կապնվելու ենք Իրանի հետ եւ ուրեմն արաբական պետությունների հետ, Պարսից ծոցի հետ եւ Հնդկաստանի հետ, Ադրբեջանի տարածքով Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ, այսինքն Եվրոպայի առումով էլ մենք այո, Թուրքիա եւ Վրաստան երկու տարբերակ կան, ընդ որում Վրաստանով էլ կապերը պահպանվում են, տնտեսական կապերը հատկապես Թուրքիայով էլ ձևավորվում են եւ շուտով երբ բացվի այդ երկաթուղին անմիջապես ուրեմն ավելի շատ կլինի այդ հնարավորությունները։ Պարոն Թումասյան, ընտրությունների հետ կապված դուք հպանցիկ նշեցիք, Քոչարյանը նշել է, որ եթե հաղթանակը գողանան, հեղափոխություն կանի, ինչ եք կարծում, արդեն այս իրավիճակը երբ ունենք, թե ինչի շուրջ է հիմնական բանավեճը քաղաքական ուժերի մեջ, Հանրապետական ինստիտուտի վերջին հարցումների պատկերն ունենալով, ինչ կարող եք ասել, մենք հետընտրական ինչ պրոցեսներ կունենանք Երևանում։ Դե այստեղ առաջ երթին հարց է պետք տալ, որ Քոչարյանը ում հաղթանակը նկատի ունի։ Քոչարյանի, այսինքն թե ում, որովհետև Քոչարյանը, որ հաղթանակի հնարավորություն չունի, դրա մասին Անդրանիկ Թևանյանը իր ռուս ուրեմն անվտանգության ծառայողին այդ փաստաթղթերից բացահայտված փաստաթղթերից նաև տեսնում ենք, որ ասում է, որ Քոչարյանը չունի ժողովրդի աջակցությունը Հայաստանում։ Այսինքն եթե իրանց որին ասում է նույնիսկ ասում է к сожалению, ցավոք այդտեղ գրում էինք այդ փաստաթղթում, այսինքն եթե իրանք գիտեն, որ ցավոք ըստ իրենց Քոչարյանը այդ հեղինակությունը չունի Հայաստանում, ում հաղթանակի մասին է խոսում այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ մյուս դեպքում ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ որևէ փորձ իշխանության զավթման, հեղաշրջման եւ այլն, ես կարծում եմ, որ ուրեմն բախվելու է հայկական պետության շատ հզոր բռունցքին, որովհետև այո, որևէ մեկը թույլ չի տա, որ ժողովրդի քվեով ընտրված իշխանությունը եւ այդ հունիսի 7-ին կընտրվի իշխանությունը, որն էլ կընտրվի, որևէ մեկը թույլ չի տա Հայաստանում, որ ուրեմն զավթվի իշխանությունը։ Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, քաղաքացիական պայմանագիրը ընտրություններ չի կեղծում եւ ուստի մենք ես համոզված եմ առնվազն ընտրությունների արդյունքները որ կլինեն թափանցիկ եւ ես տեսնում եմ որ քաղաքացիական պայմանագիրը ոչ միայն մեծամասնության աջակցություն ըստ նաեւ հանրապետական կուսակցության հարցումների ունի, այլ մեծ հավանականություն ունենալ սահմանադրական մեծամասնություն, ուստի ես համոզված եմ որ 2021 թվականի արտահայտ ընտրությունների հետ համեմատ աննախադեպ աճել է քաղաքացիական պայմանագրի աջակցությունը եւ հեղինակությունը, ընդ որում վաղվա շատ կարևոր, այսինքն այսօրվա, հա, երբ եթերում լինի ուրեմն այս զորահանդեսը ուրեմն ռազմական շքերթը, հա, որը տեղի է ունենալու Երևանում, ես կարծում եմ շատ մեծ նաև ներդրում կունենա նրա մեջ, որ քաղաքացիական պայմանագրի ուղղությամբ այն ամբողջ թեզը, որ կա, որ իբրև այս ուժը ուրեմն այսպես անձնելու կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի ինչ որ շահային համակերպվելու օրակարգ ունի, եւս մեկ անգամ կապացուցի, որ խաղաղության օրակարգի հետևում կանգնած է նաեւ հզոր զինված ուժեր եւ ես արդեն ինչ տեղեկատվություն ունեմ, հայկական բանակը շատ հզոր առաջընթաց է ապահովել եւ իհարկե դա պետք է շարունակական լինի
Եվ դա ես շատ եմ կարևորում, այսինքն որևէ մեկը պացիֆիստ չէ եւ ես եթե այդպես չլիներ, ես անկեղծ ասած ուրիշ մոտեցում կունենայի քաղաքացիական պայմանագրի հանդեպ, բայց հաշվի առնելով որ զինված ուժերը լավ զարգանում են, ես նաեւ չգիտեմ դուք անձամբ եթե եղել եք, բայց այդ կարևորում եմ նաեւ այդ ամրոցները, որոնք կառուցվում են սահմանին եւ գիտեմ որ շատ են կառուցվում եւ կառուցվելու են, այսինքն զուգահեռ խաղաղության օրակարգի ամրոցները, զինված ուժերի զարգացումը, զինտեխնիկայի գնումները եւ այլն, ես շատ եմ կարևորում։ Բայց այնուհանդերձ, եթե ընդդիմությունը ընտրության արդյունքները վիճարկի եւ դուրս գա փողոց, հետընտրական ցնցումների, այսպես հավանականությունը մեծ է։ Ես կարծում եմ, որ իրանք ամեն դեպքում կարող է փորձեն փողոց դուրս գալ, բայց ցնցումների հավանականությունը ես իրանց շնորհիվ չեմ տեսնում, որովհետև իրանք եթե ունենային ռեսուրս, վաղուց կանեին, իրականում չէին սպասի դրան։ Միակ բանը տեսնում եմ Ռուսաստանի ռազմական, ուրեմն ռազմակայանների մասնակցության վտանգը, գուցե զենք տրամադրելով կամ գուցե անմիջապես ինչ որ գործընթացներում մասնակցելով, այսինքն ես ռազմական վտանգ եմ տեսնում այդտեղ, զինված վտանգ եմ տեսնում այդտեղ, այլ ոչ թե զուտ խաղաղ ցույցերի վտանգ, որտեղ եթե ուզում են խաղաղ ցույց անել, հիմա էլ կարող են անել, խնդիր չկա, վարչապետ Փաշինյանը շատ անգամ ասել է, որ եթե մարդիկ փողոց դուրս գան, ինքը հրաժարական կտա, բայց պետք է երևա որ հանրության մեծամասնությունը դեմ է, թող դուրս գան, եթե հանրության մեծամասնությունը դեմ է, դա կերևա, բայց դեմ չէ, հակառակը հարցումները դա են ցույց տալի։ Պարոն Թումասյան, դոսիե կենտրոնի հրապարակմանը ծանոթ եք, որով սցենար է նկարագրվում ըստ այդ կենտրոնի հրապարակման, թե ինչպես են փորձել Սամվել Կարապետյանին բերել քաղաքական դաշտ, ինչ թեզերով, ինչ կարգախոսներով, բայց հետո ինչ հանգամանքներ առնելով ըստ այդ հրապարակման Արման Թաթոյանն է նաև եղել իրենց թիրախում որպես այլընտրանք կամ ինչ որ փուլում Կարապետյանի հետ միավորվող ուժ եւ այդ հրապարակման մեջ նշվում է որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմն է կուրացիա արել այդ գործընթացը դուք սա ինչպես եք մեկնաբանում եւ տարբեր հրապարակումներ, հա, Insider-ը եւ այլն են մյուս ոչ հավաստի հրապարակումներին չեմ ուզում անդրադառնալ, Խրոնիկա Կավկազ եւ այլն, բայց այս քիչ թե շատ արժեքավոր հրապարակումները, որ մենք տեսնում ենք, գաղտնալսումները, որ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է, դրանց հետևանքը ինչ պետք է լինի, թե ուղղակի պետք է ասեն տեսեք հայ ժողովուրդ, հայ ընտրող, այսպիսի դեպքեր կան, ի գիտություն ընդունեք եւ շարժվեք առաջ։ Դա է նպատակը այս ամենի հրապարակումների, բացահայտումների, ենթադրյալ ընտրակաշառքների վերաբերյալ, թե պետք է այնուհանդերձ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, ինստիտուտներ ունեցող երկիր ինչ որ գործընթացների դիմի։ Պարոն Կիրակոսյան, շատ կարևոր հարց է եւ դա իմ մասնագիտության հետ ուղիղ կապ ունի պետական կառավարման եւ հիմա կբարձրաբանեմ, որովհետեւ տեսեք, կարևորը այն է, որ պետությունը միշտ ուրեմն օտար պետության գործակալ ձերբակալելու թեմայով քաղաքական որոշում է կայացնում, այլ ոչ թե տեղեկատվական։ Պատշաճ մարմինները միշտ ուրեմն միշտ պատկան մարմինները այդ ուղղությամբ աշխատում են եւ դա իրենց պատասխանատվություն է, հակահետախուզությունը նաեւ դրանով զբաղվում է եւ իրանք հետևում են այդ բոլոր ուրեմն եւ վարչապետ Փաշինյանը դա նաեւ հաստատել է որ կան մարդիկ ում հետևում են ում ուղղությամբ հաստատված տեղեկատվություններ կան բայց իրանք ձերբակալելու որոշում քաղաքական չի կայացվել այդ ոլորտը քաղաքական է որովհետեւ դա աշխարհակ քաղաքական է դա արտաքին քաղաքական է առաջի որոշումը կայացվել է Անդրանիկ Թևանյանն է եւ դուք գիտեք փաստաթղթեր կա նաեւ իր թեմայով բացահայտումներ եւ Անդրանիկ Թևանյանի ձերբակալումը նաև դա քաղաքական որոշում է։ Սա կոնկրետ Ռուսաստանին մեսիջ է, որ Հայաստանը շատ լավ տեղյակ է, որ Ռուսաստանը այստեղ ունի գործակալական ցանց։ Այն ինչի մասին ես այդքան երկար նաև ձեր եթերներում խոսում էի, հաստատեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, որը ձերբակալեց Անդրանիկ Թևանյանին։ Հիմա այսպիսի կարա տասնյակ դեպքեր լինի, առնվազն փաստաթղթի մեջ մենք կարդում ենք 17 գործակալի մասին, հենց ռուսական փաստաթղթի մեջ։
ով են այդ 17 գործակալը եւ ոչ միայն իրանք։ Ուստի Հայաստանը իհարկե հասկանալով խնդիրները, որը կարող լինել գործակալական ցանցը բացահայտելու եւ ձերբակալելու առումով, իհարկե այդ օրակարգը չունի հետևելու եւ կանխելու օրակարգ ունի, այլ ոչ թե ձերբակալելու եւ հանրային դարձնելու, բայց եթե Ռուսաստանը գնում է բացահայտ թշնամական գործողությունների, ապա Հայաստանը արդեն լրիվ ուրիշ նաեւ մոտեցումներ կընտրի։ Եվ ուստի ինչ որ փուլում մենք կարող ենք տեսնել այո տասնյակ ձերբակալվածներ պետական դավաճանության հոդվածով։ Եվ այդ առումով Ռուսաստանը նաև պետք է շատ խորը մտածի, արդյոք պատրաստ է զոհաբերել իր գործակալական ցանցը, որի մասին մենք վաղուց տեղյակ ենք, եւ զարմանալի է, որ Ռուսաստանը ոչ էլ դա թաքցնում է նորմալ, որտեղ Վլադիմիր Պուտինը Սամվել Կարապետյանին բացահայտ իրենց ուղղորդված փաստացի մարդ է հայտարարում, հռչակում։ Ուստի իշխանությունները եւ կառավարությունը պատկան մարմինները այս առումով քայլերը անում են շատ զգուշ եւ ես կարծում եմ, որ եթե այդ ուժերը դիմեն որևէ ուրեմն անկարգության, ապա արձագանքը կլինի բավականին կոշտ եւ եթե այդ ուժերը փորձեն ինչ-որ խնդիրներ ստեղծեն, ապա գուցե Հայաստանը նաեւ իշխանությունները ի վերջո նաեւ քվեով պետք է որոշվի։ Այսինքն հայ ժողովուրդը պետք է ընտրի։ Եթե իրանք այո ընտրում են ռուսական ուղին եւ այդ գործակալական ցանցը, ապա դա նաեւ ժողովրդի ընտրելունն է։ Շատ կարեւոր է, ոչ մեկ չի ասում, որ ժողովրդավարությունը այստեղ պետք է ինչ-որ մի ուղղությամբ լինի։ Եթե ժողովուրդը կհամարի, որ ոչ ռուսական ուղին է նախընտրելի, ապա այդ դեպքում մենք ունեցել ենք իշխանություն ռուսական գործակալներ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եթե ժողովուրդը ընտրի, որ նորից նախընտրում է այդ տարբերակը, դա նաև ուրեմն հարգանքի արժանի է ժողովրդի ընտրությունը, բայց ես կասկածում եմ, որ հայ ժողովուրդը այդպիսի ընտրություն անի։ Եվ վերջում պարոն Թումասյան, ինչքան Հայաստանի իշխանությունները հերքում են 300,000 ադրբեջանցիների հետ կապված տեղեկությունը, ինչքան այդ ընդդիմադիր շրջանակները դա պնդում են, այդ տեսանյութերն է տարբեր սցենարներով նկարվում հուզական ֆոն ապահովելու համար մի դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանում ադրբեջանական լուրերի թողարկում կա, նշվում է մեջը, որ հայ փոքրամասնությունների համար մի հոլովակում տեսնում ենք, որ հայ երեխաներին դպրոց չեն ընդունում, որովհետև ադրբեջանցիներն են եկել արդեն զբաղեցրել եւ նման տարբեր բազմաթիվ սցենարներ եւ վարչապետն է հերքում, արտգործնախարարը նայում է տեսախցիկներին ու ասում է չկա նման բան եւ այլն, բայց այնուհանդերձ Նախիջևանում հաջորդ ամիս տեղի է ունենալու մի քանի շաբաթից տեղի է ունենալու այսպես կոչված ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի հետ կապված միջոցառում։ Մենք այնուհանդերձ տեսնում ենք, որ հակառակորդի կողմից կա այդ նարատիվը, առաջ են տանում միջոցառումներ են անում եւ ընդ որում պետական մակարդակով։ Սա ինչպես բանեք։ Ասեմ ձեզ, որ այնինչ տեղի է ունենում պետական մակարդակով այնտեղ դա հակասում է Վաշինգտոնի օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին եւ ես համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատշաճ օրակարգով դա ներկայացնեն մեր ամերիկյան գործընկերներին, ընդ որում ես նաեւ նկատեցի, որ ադրբեջանցիք ընդգծում եմ քննադատում են խումբ կա Facebook-ում եւ ադրբեջանցիք այդտեղ քննադատում են այն, որ իրենց պետական տնտեսական համալսարանում բացվել է Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության ֆակուլտետ։ Եվ իրանք են ինձ ասում, որ սա պետական է եւ սա խնդիր է, այո, եւ դա այն օրինակը այդ ամենը հակասում է, ոչ մեկ չի ասել, ես երբեք չեմ ասել, որ եւ ոչ էլ իշխանությունը, որ Ադրբեջանը ուրեմն դադարել է լինել Հայաստանի սպառնալիքը։ Հայաստանի սպառնալիքը, որ չի դադարել լինել, այդ պատճառով եմ ես ասում, որ Հայաստանը պետք է ունենա գերհզոր զինված ուժեր, ազգ բանակ, բարձր տեխնոլոգիական բանակ, ժողովուրդը պետք է պատրաստ լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքները եւ ամբողջ բանակը պատրաստ լինի դրա համար։ Զուգահեռ դրա մենք խաղաղության օրակարգով ենք փորձելու բոլոր հարցերը լուծել եւ միջազգային առումով նաեւ այդ բոլոր հակասող Վաշինգտոնի ուրեմն համաձայնություններին փաստերը ներկայացնելու ենք պատկան մարմիններին, պատշաճ վայրերում, հարթակներում եւ այլն։ Զուգահեռ դրա պետք է ասեմ, որ նաեւ Հայաստանում
կարևոր է, որ նույն բանը չլինի, որովհետև չկարելի պահանջել Ադրբեջանից, որ ինքը հարգի դա, իսկ Հայաստանը ուրիշ օրակարգ ունենա եւ պետական մակարդակով դա չկա Հայաստանում, բայց ընդհանուր առումով պետք է նաև մենք էլ հասկանանք, որ պետք է համեմատասխանեցնենք մեր ռետորաբանությունը, մեր Բայց կներեք, ընդդիմություն ինչ կան ուզում է թող ասի, Սամվել Կարապետյանը թող օրինակ առավոտից երեկո կամ Դաշնակցությունը Քոչարյանը ասեն, որ գնալու ենք մեր տարածքները ազատագրելու ենք եւ այլն, բայց դա պետական քաղաքականություն չի, ընդդիմությունն է, լծակներ չունի եւ այլն, բայց Ադրբեջանում դա իշխանության հովանավորչությամբ է, էական տարբերությունը դա է։ Պարոն Կիրակոսյան, ես հենց նոր դա ասացի, որ այո, տարբերությունը դա է, որ այնտեղ պետական է եւ դա խնդիր է։ Հայաստանում պետական չէ, բայց մի բան էլ պետք է ընդգծել։ Ընդդիմությունը նաեւ իշխանության մաս է։ Ուղղակի ուրիշ օրակարգով, այսինքն ազգային ժողովում, որ իրանք ուրեմն Լեռնային Ղարաբաղի դրոշ են այդտեղ դնում եւ այլն, հա, փորձում են այդ թեման օգտագործել, ակնհայտ է, որ պետական ինստիտուտում են դնում, չէ՞։ Գուցե իրանք իշխանություն չեն, բայց իրանք ընդհանուր կառավարման պետական կառույցի մի մասն են, ընդդիմադիր, բայց մասն են։ Եվ դա որ դնում են, դա էլ եմ խնդիր տնում։ Ես չեմ համեմատում դա Ադրբեջանին, որովհետև նորից եմ ասում, Ադրբեջանում դարվում է պետական կառավարության մակարդակով, Հայաստանում ոչ, եւ ես դրանում տեսնում եմ խնդիր։ Այդ խնդրի վրա ինչպես պետք է արձագանքենք։ Պետք է արձագանքենք այս թեման բարձրաձայնելով, պետք է արձագանքենք չշեղվելով խաղաղության օրակարգից, պետք է արձագանքենք Հայաստանի զինված ուժերը պետականությունը ամրապնդելով, ուրիշ տարբերակ չկա եւ նորից պետք է ասել, որ վերադարձների թեմայի վրա մենք էլ վերադարձների թեմա ունենք, բայց մենք այդ թեման չենք քննարկում, չենք քննարկելու, այդ թեման փակ է։ Ադրբեջանը շատ բան կարա ուզենա, շատ պետություններ շատ բան կարան ուզենալ, բայց մենք ինչ ենք խոսում ուրիշ պետություն ինչ է ուզում։ Ռուսաստանն էլ է շատ բան ուզում Հայաստանում, հիմա ինչ անենք։ Մեր գլխավոր հարցը նրանում է, մենք ինչ ենք ուզում։ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետրում Հայաստանն է ինքնիշխան եւ սուվերեն։ Ինչ ուզենք, ոնց ուզենք, այդպես ենք անելու։ Ինչպես նույն տրամաբանությամբ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ դա է հիմքը։ Եթե Ադրբեջանը այդ հիմքը խախտում է, այդ դեպքում արդեն այն ծանր կարգավիճակը, որը մենք ենք ունեցել, Ադրբեջանն է սկսում ունենալ երկար ուրեմն օրակարգով։ Այսինքն սա շատ կարևոր է հասկանալ եւ ես ուստի նորից երբեք որևէ ձև չեմ աջակցում թույլ դիրքը, հակառակը մենք այս ժամանակահատվածը պետք է օգտագործենք, որ մեր դիրքերը ամրապնդենք եւ այս ուրեմն զորահավաքը, այս ռազմական շքերթը եւս մեկ նաեւ օրինակ եւ ապացույց պետք է լինի նրա, որ Հայաստանը հզորանում է եւ Հայաստանը պետք է հզորանա, որտեղ ի վերջո ուժը իհարկե հարգանքի հիմքն է եւ մենք պետք է ուժեղանանք, որ մեզ պատշաճ հարգեն։ Շնորհակալություն, պարոն Թումասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։